քարեր ենք ջարդում կամ բան ցնցնամ։ Հայտ ուրոլոգներն են անում։ Մեր բժիշկները, անավանտ ուրոլոգները տաղանդավոր են։ Հիվանդին միշտ ասում ենք բոլոր իր հնարավորությունները։ Դու չպետք է սովորես, դու պետք է вас надо отучивать։ Այդ կոնսոլիդացիան է պետք է մասնագիտական լինի։ Ուրոլոգները մեր չդեղանան, մենք սանտեխնիկ ենք վերջ-վերջով։ Ես մի պահ հասկացա, որ ես չեմ ուզում գնամ ստանդարտ ճանապարհորդ, տուր անել չեմ ուզում։ Талантливый хирург это не значит, что крутой доктор։ Մարդը ոտը դրեց կլինիկա, общий анализ крови глюкоза PSA։ Ողջույն, շաբաթ առավոտ, ապրիլ ամիս, չգիտեմ դուրսը անձրևա թե արև, հիմա այսօր անձրևային օր է, բայց շատ արևային հյուր ունենք։ Հայ բժիշկներով մենք միշտ հպարտանում ենք։ Ունենք բժիշկներ ամբողջ աշխարհով մեկ սփռված, ովքեր ֆուրոր են անում, հեղափոխում են համաշխարհային բժշկությունը ու այսօր մեծ պատիվ է, որովհետև նման մի մասնագետ նստած է հենց իմ դեմ դիմաց Ալմազովի կենտրոնի ուրոլոգիական ծառայության ու ամեն ինչի ղեկավար, ռոբոտ վիրաբուժության ծառայության ղեկավար, մարդ ով ռոբոտային վիրաբուժություն է սովորացրել ԱՊՀ տարածքի գրեթե 90%-ին, Միխայել Սիմոնի Մոսեյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Միխայել Սիմոնիչ, շատ չեք պատկերացնի, շատ շնորհակալ եմ, որ դուք այսօր հյուրընկալել եք մեր տաղավարում։ Ազատը գիտի, ես ինչքան լարված եմ սպասել մեր այս հաղորդմանը ու թիմը գիտի, թե ոնց էի ասում, ամեն ինչ պատրաստ լինի, որ ձեզ դիմավորենք, որովհետև այն ինչ դուք արել եք, ես չեմ ընդհանրապես փոքրացնի, հա, ձեր արածը կամ չեմ մեծացնի, եթե նշեմ, այն ինչ դուք արել եք համաշխարհային բժշկության մեջ, ֆանտաստիկ ներդրում է ու կուզեինք այսօր ձեզ բացահայտեինք, զրուցեինք ու մոտիվացնենք նաև այն երիտասարդ բժիշկներին, ովքեր լսել են ձեր մասին ու ուզում են ճանաչեն ձեր անցած ճանապարհը։ Ես շատ շնորհակալություն հրավիրելու համար։ Ճիշտ ասած, ինչքան որ հնարավոր է ես հետևել եմ ձեր ծրագրերին, հա, շատ հետաքրքիր է։ Հետո որ ձեր խոսքերին уզում եմ ասել, որ այդ կան ասացիք Булат Акуджавայի խոսքեր ասում է, когда я себя кажусь великим, тут же иду посуду мыть, или որ հանգարց չափը չանցնեմ։ Համար շնորհակալություն ու հենց շատ հետաքրքիր է, որովհետև ես գիտեմ, որ մեր բժիշկները, անավանտ ուրոլոգները տաղանդավոր են, я за вами тоже слежу, ու շատ հետաքրքիր է ինձ այսօր։ Я не подведу вас։ Մեկ էլ ուզում եմ ասեմ, որ ես հայոց դպրոց եմ ավարտել, բայց համալսարանը ռուսերեն, եթե մեկ պետք է ռուսական բան անեմ, ինձ ներող կլինեք։ Միխայել Սիմոնիչ, մեր աուդիտորիան ոնց որ ասում են, համ հայերեն, համ ռուսերեն, համ անգլերեն լավ հասկանում է, դուք որ լեզվով ուզում եք այն տրենդով լինենք, էլի որ հիմա որ լեզվով ուզում եք տրենդի մեջ լինենք։ Կարող եք միանել, որովհետև այն ինչից որ մենք այսօր խոսելու ենք, լեզուներ չճանաչում, դա բժշկության հարատևության ու զարգացման լեզուն է։ Պրոֆեսոր, մենք երբ որ նայում ենք երիտասարդ բժիշկներս ձեզ, ասում ենք պիծերում կներեք հենց ուղիղ ասեմ, պիծերում Մոսեյանը ռոբոտով վիրահատում է, պիծերում էս են անում, են անում ու տեսնում ենք այն ինչին դուք հասել եք 3000 ռոբոտային վիրաբուժական միջամտություն, դա ֆանտաստիկ թիվ է ու Եվրոպայում քչերն են դրան հասնում, էլի նման վիրահատությունների քանակին, բայց քչերը գիտեն այն ճանապարհը, որ դուք անցել եք։ Ինձ կպատմեք ոնց սկսվեց, ոնց որոշեցիք բժիշկ դառնաք, ուրոլոգ դառնաք ու ոնց ստացվեց, որ դուք ռոբոտային վիրաբուժության մեջ հայտնվեցիք այն ժամանակ, երբ որ մարդիկ ասում են, դե այդ ռոբոտը միջև կհասնի մեզ, արդեն մենք չենք աշխատի։ Շնորհակալություն։ Այդ ճիշտ ասած, ես դինաստիոն բժիշկ եմ։ Մենք մեր ընտանիքում 3 բժիշկներ կան, papas անասնաբուժ է, մաման դասադու ու 3 բժիշկ ենք, ես չպետք է դառնայի բժիշկ։ Այնպես ստացվեց, որ հետո միտքս փոխեցի, էլի, բայց ես չէի ուզում դառնալ։ Մեծ աղբերս գիտությունների դոկտոր է, էլի, Երևանի համալսարանն ավարտել։ Միշնեկը էլի Պավլովի համալսարանի դատական բժիշկ է, դոցենտ է, գիտության տեխնոկ, դա ես երրորդն եմ մեր ընտանիքի, հա։ Մեծը ինչ բժիշկ, մեծ վիրաբույժ է։ Վիրաբույժ, հա։ Երկաշարժի ժամանակ Աշոտսկի հիվանդանոցում էր աշխատում, հա։ Հետո ինքն էլ է հիմա Պետերբուրգում։ Այդպես ստացվեց, էլի։ Բայց որ ուրոլոգ դառնալը ճիշտ ասած ինձ իմ մոտ եղել է շատ պրագմատիկ բան։ Ես 5 տարի ավելի բարդ մեծ էի տարիքով իմ համակուրսեցիներից, բանակից հետո է ընդունվել։
հետո որ ուզում էի կարդիոխիրուրգ դառնայի։ Հետո որ մենք ճիշտ է մի հատ քուրդ բան ունենք, սիրիացի քուրդ դասախոս։ Դրան ինադում ճիշտ ասած, բայց ինքը շատ լավն էր, հիմա Նորվեգիայում է ապրում աշխատում, հետո նայեցի, որ ուրոլոգիայում կարելի է համ մեծ վիրաբուժությունով զբաղվել, համ փոքր վիրաբուժությունով, համ էլ ասենք ամեն ինչ էլ կա ուրոլոգիայում, որ կարող ես ռեալիզացնել։ Ու հետաքրքիր է, որ ուրոլոգիան մասնագիտությունն է, որ երկու ճյուղ կարան ընդհանրապես իրար հետ պիրիսիկացիա չլինեն, ընդհանրապես բան չլինեն, իրանք իրար հետ համահունչ։ Ճիշտ է։ Դե մեկ հաջող է լինում, որ ասում է, ուրոլոգիաս, էլի։ Որ ասոցիացիան ոնց որ տղամարդը բանի հետ։ Անդրոլոգիայի հետ է գնում, Դա լավ դեպքում, բայց դուք վիրահատում եք, հատես չեն հարցնում։ Էլի։ Ասոցիացիա սպալավեմ չլինեմ։ Ու զարմանում եմ, որ ասում ես ինչ-որ վիրահատություններ, բան, ասում ենք վիրահատություններ ենք անում կամ չգիտեմ ինչ-որ տուր ենք անում, քարեր ենք ջարդում կամ բան ցած անում։ Հայ ուրոլոգներն են անում, ես գիտեմ մենակ էդի, ասենք վեներические заболевания лечим и всё, էլի է такое։ Ուրոլոգիայի ձեր ուսուցիչ, դուք շատ մարդ, այդ թվում իմ ուսուցիչն եք ռոբոտային վիրաբուժության մեջ, պրոֆեսոր Մեդվեդևը միշտ ամեն տեղ, ոնց որ դուք նոր նշեցիք, ես հիշում եմ ինքը ժողովներին ասում էր Մոսյան так делал, ասում է, ու ինքը անդադ ձեր անունը տալիս էր, ու ձեր ուսուցիչն ով ա եղել, ով ա ձեզ սովորացրել էլի ուրոլոգիան։ Գիտեք, ես երբ բախտավոր եմ իսկականից, որ ես Պավլովի համալսարանում եմ սովորել, այնտեղ այն ուրոլոգիայի հիմնադիրներից մեկը եւ հիմնադիր եղել է Աշոտ Միխայելիչ Գասպարյանը, մեծ ազնվորություն ա եղել, որ Ռուսաստանի գլխավոր ուրոլոգն ա եղել, շատ թափով մարդ ա եղել, ու իր տրադիցիաները հիմա ասենք պրոֆեսոր Աղաջանյանը, հետո էլի ուրիշներ Հայաստանի ուրոլոգիան ժամանակակից նաեւ Աշոտ Միխայելիչ Գասպարյանից է բանը, իրանք ասենք Աղաջանյանը մեր մոտ է գիտության բան, տեխնացուական պաշտպան է, դե այդ ամբիոնում եմ եղել, ունեցել եմ բախտ, լավ դասադուներ ունեմ, ճիշտ ասած ռուսների մեջ լավ անշահախնդիր, хороший учителя бывают, դա իրանց դպրոցը լավն է, որ լավը իսկականից լավն է, դե ես ամեն ինչ անցել եմ, բաց վիրահատությունս որ սկսեցի, սկզբից, մենք մի հատ անբաժնեվարիչ ունենք, Դաղստանցի էր, որ սկսեց իմ մոտ ստացվել, գնացել քույրերի մոտ, ասել էր, это толстый на моё место метит, դրանից հետո մենակ ցիստիտներ սկսեցին իմ մոտ վարկել, հետո էնդոսկոպիան սկսեցին բան անել, ասում են ջարդես, ինչի՞ դե ջարդեմ, ոչմ էդ էլ անցանք տեխնոլոգիաների բանով, լապարասկոպիան որ սկսվեց, ես մի հատ վարպետ ունեի, տրենաժոր սարքել տվեցի, ու սկսեցի բան անել, տրենիրովկա լինել, մի օր առաջի անգամ որ քարը հեռացնելուց 45 րոպե քարը հեռացրեցի, ու 40 րոպեով երկու հատ կար դրեցի։ Հետո մտածեցի, 100 տարի է պետք որ ես կարողանամ էքսպերտի մագարտակով։ Այնպես ստացվեց, մի հատ ես եմ մտածել տրենաժորը ու սարքեցի ու Ինչ էր տրենաժորները։ Մի հատ ящик էր, բայց ոչ թե ասենք ստանդարտն է դրանց անցքերով, չէ, այլ հաստ ռեզինից սարքեցին, որ ասենք տրոակարները տարբեր տեղներ վեր։ Հասկացա, որ ասենք տարբեր, որ տրենիրովկա տարբեր բանով վիճակում անես։ Հիմա մինչև հիմա այդ ստանդարտնի տրենաժորները դաժե բան են, ֆիքսված են, բայց այդ ես կարող եի տարբեր ձևի անել։ Ու շատ հետաքրքիր ստացվեց, քանի որ ես էլ բան եմ, ձախլիկ եմ, ի սկզբանե Переученный լևշա։ Երկու ձեռս իրար պես էին, էլ ու դա մի քիչ օգնեց, հիմա հետո էլ ռոբոտիկ քիրուրգիա եմ։ Այնպես ստացվեց, հետո մեր ճիշտ ասած այդ 2009 թվականից բանում Ալմազովի կենտրոնում դրվել էր ռոբոտը, ու որ ասում է մեկ բախտդ պետք է բերի թե չէ։ Քիրուրգիայի ամբիոնի վարիչ իմ ընկերն էր, ինքն էլ ինձ սովորացնում Հրավիրեց, դու այդպես էր սկսվեց, էլի, այն որ մեկ լինում են լավ ղեկավարներ, էլի, այն որ գիտեք,
Ոչ թե դու ասում գալիս ես դմդմբացնում ես, ասում ես առ, չէ ինքը առնում է, ասում է պետք է անես։ Ու եթե բայց հանգարտ չարեցիր, ինքը կարող է առավոտ գաս, դե միջազգային ստանդարտ չունենաս կամ բան, կասի էսա Պողոսը պետք է անի, որովհետև ինքը ավելի ուժեղ է։ Դες այդ ձևի իմ ղեկավարը ձևի մարդ է։ Դրա համար էլ ստիպված սկսեցիք սովորել։ Он дал нам шанс, а мы не подвели, այդ ձևի ստացած։ Ну, не подвели не то слово. Сейчас я вспоминаю, до 2026 года, как в Армению привезли робота, клиника Алмазов была как бы даже центром роботической хирургии в Армении. То, что мы пациентам говорили, есть у вас опция пройти простатектомию на роботе. Где ближайший робот и управленец, которому мы доверяем? Питер, и мы направляли пациентов к вам. Ձեր կարծիքով հիմա արդեն 2026 թվականին Հայաստանում մենք ունենք 3 աշխատող ռոբոտ թիմեր, մենք կարողանանք լրիվ ռեալ թվաբանության մեջ այդ մասշտաբների մեջ այդ 3 ռոբոտն էլ իրանք աշխատեն հայկական իրականության մեջ։ Գիտեք, հաստատ կարող են, բայց ասենք հիմա մենք ուզում ենք, չէ, ինչ որ մի ուղղությամբ ասում ենք ուզում ենք խորվիրապ գնանք, վաղը զատիկ է, չէ։ Գոնե դեպի Արարատ պետք է գնանք, չէ։ Ու սկսենք, թե կարող ենք ինքնաթիռով գնանք, վերտալյոտով գնանք, ավտոյով գնանք, կամ ոդով կամ պապլաստոնսկի գոնե ուղղությունը պետք ճիշտ լինի, որ վերջում խորվիրապ հարցնենք, չէ։ Դաժե եթե ուրիշ դեպի Լեննագան գնանք, են կարող է ֆրանկ բանը, երկարագոնդը էլի չհասնենք խորվիրապ։ Էլի, որ եթե ճիշտ ուղղությամբ գնանք ու գնան թիմերը ու հաստատ է, որտեղ ասենք, որ նոր էր սկսվում ռոբոտիկ վերաբուժությունը, ամերիկացիները ասում են ամեն մի միլիոն ժողովրդին մի ռոբոտը բան է, բավարար է, բայց հետո այնպես ստացվեց, որ հիմա Ամերիկայում ամեն մի 100,000-ի մի հատ ռոբոտ կա ու աշխատում է, դե ամերիկացիները ավելի լավ են փոխաշվում, մենք գիտենք, բայց ճիշտ անելը այդ շատ կարևոր է։ Ստեղ ճիշտ ինչ առումով անել է։ Գիտեք ոնց, հիմա որ սկսվեց Հայաստանում որ այդ ռոբոտները բերվեցին, հիմա նայեք, հիմա դաժե հիմա ասենք ռոբոտ բերելը մեր փիլիսոփայությունը կամ էլ ռոբոտիկ ծրագիրը սկսելը լրիվ տարբերություն է։ Ծրագիրը սկսելը, որ ասենք ես որ է սկսվեց, ասում եմ դաժե բժշկներին է նույնիսկ ասում ինվեստորներին ասում եղբայր, եթե $1 միլիոն կամ $1 միլիոն կես դոլարի բան չի, որ ասենք ով որ $1 միլիոն ու կես դոլար դրել է, ուրեմն ինքն էլ այդ բանը ունի։ Առաջ ամերիկացիները սկզբում չէին վաճառում, բայց չինացիները վաճառում են, խնդրեմ չկա, յուրաքանչյուր ով որ ունի այդքան փող կարող է բերել դնի, բայց այդ չստացվեց, որ դու ես այդ փիլիսոփայությունը ընդունեցիր ու զարգացրեցիր։ Հա, դա 3 կոմպոնենտ ունի, ոնց որ ավիացիան, չէ՞ խոսքին։ Պետք է լինի թիմ, որ սովորի 1, դե ինվեստիցիա, որ պետք է բերի ընտրվի, երրորդն էլ բանը, սերվիսը, որ ու այդ ամեն ինչը լավ աշխատի։ Սերվիսը հենց սարքավորման սերվիսի մասին է խոսքը։ Աշխատելու սարքավորման սերվիսը։ Ոչ թե բան ասենք ամենօրյա այդ ճիշտ պետք է օգտագործվի ու սերվիսը բանալ, էլի։ Ես հիշում եմ, որ Կրասնոդարում դրված էր, մենք Կրասնոդարից էլ հեսա խոսենք, որ դուք ասացիք, Կրասնոդարում դրված էր, մենք հենց ինքը եկավ, մենք PSA մեծ սկրինինգի մեջ էինք։ Այսինքն մեզ եթե դաժե օրդինատորը իշտ մեր պոլիկլինիկա 50-ից բարձր բոլոր մարդկանց մենք սկսում ենք սպլաշնոյ PSA ստուգել։ Ոչ թե назначали как бы ասենք գնացեք հետո սկսեք, հետո կգաք անալիզը կամ կանեք կբերեք մենք կնայենք, այլ սպլաշնոյ մարդը ոտը դրեց կլինիկա, общий анализ крови глюкоза PSA։ Սկսեցինք սպլաշնոյ ստուգել ու շատ ուժեղ выявляемость ունենք, մենք օրկար 17-18 բիոպսիա ենք անում ու տեղից ոնց էլ չլինի արդեն դուրս են գալիս հիվանդներ, որ գալիս են պրոստատեկտոմիայի, բայց Ռուսաստանում հետաքրքիր որն է պետական ծրագիրներ։ Այսինքն через ОМС человек приходил, оперировался и уходил։ Հիմա մեր հայկական իրականության մեջ ոնց եք պատկերացնում, ինքը պետքա մնա այդ վճարովի սեգմենտում, թե պետքա դուրս գա էլի ռոբոտը։ Գիտեք ոնց, մի քիչ եթե որից սկսենք, Կրասնոդարից, թե Կրասնոդարից սկսենք, հա։ Իմ երկրորդ հայրենիքն է։ Ադա ես հիշում եմ, որ դուք այն ժամանակ հոնեիք։ Այո, մենք ուրախանում ենք, որ դու գաս, մենք մի քանի հայ բժիշկ ենք, հայ արդինատոր ենք, ուրախանում ենք, ասում ենք, հայ մասնագետ է եկել մեր մոտ, գալիս ձերը ծանոթանում ենք։ Դե Վլադիմիր Լեոնիդիչ Մեդվեդևը շատ
դարքի լավ ազնվորությունը տաղանդավոր ժոսկի ոչ որան որ բանը գցում էր Ժոստի ինստրումենտները որ գցում էր, հա, էդել գիտեմ, այդ պատմությունը ոնց եղավ, ինչպես եղավ։ Դե որ ինձ ասացին որ Կրասնոդարում 2 ռոբոտ կա, օնկոլոգիայի բանը, դիսպանսերը, մեկ էլ օբլաստնո հիվանդանոցը, հա, դե պետք է գալ սովորացնել էր պետ, ես այդ ժամանակ ինտուիտիվի պրոկտորներից էի, 2 հատ կար, Դմիտրիևիչ Պուշկարը, մեկ էլ ես։ Հա, մեզ այդ բան էին, տավերիա են ամել, ամերիկացիներ, եկանք ինքնաթիռը չընդունեց Կրասնոդար, գնացինք Անապա։ Ոս ծուր է սկսվում, էլի դեկտեմբերի 10-ն էր, 14 թվականի դեկտեմբերի 10-ն էր։ Հա, իջանք այդ Անապա մի հատ զանգեցի, մի հատ տաքսի եկավ, հա, գնում ագնոսներ իսկոն հաստ մի հատ տան նստած է, ասացի, բայց աչքերը տեսնում են, ասում հա, շատ լավ է տեսնում, էսի պրոստո ստրախովքի համար է։ Հեշ նստեցինք ու եկանք, մեկը ասաց եղբայր վաղը ես վիրահատություն ունեմ, հա, բայց ես պետք է քնեմ, էլի, գիշերվա 2-ն է, հա, ես պետք է քնեմ, հա, մեկը на всякий случай դիմացը մի հատ բան է վառվում էլ, ստոպը դրած է, հերու, մութ է, մեկը էսի գնաց, այդ ստոպը մեծանում, զարթնեցի, բան մեկը նայում, ես խփելու է, էլի, մեկը ռուլը ես քաշեցի, ասացի, извините, ասում только приветствуется. Я не заметил. Տիտանիկի այսբերգներ լինելու։ Մի հատ կամազ էր, էլի կանգնած պրիցեպով, ասա չեղավ այդ։ Վերջը ոչմ այդ հազիվ սրան բերեցի, ես նստեցի ռուլին եկանք, հա, Եկ տղանիկ դասումը չգիտեմ կողքին ով է, բայց վարորդը պրոֆեսոր էր։ Եկանք ասանք, մեկը ասում են բանում այդ մարդիկ ինձ սպասում էին, ասում են վաղը ոչ թե բանի, օնկոդիսպանսեր, այլ Օբլաստնո հիվանդանոց։ Դե պրոֆեսոր Պարխանովին ու Մեդվեդևին սա գիտեին։ Ոչ եմ որ մենք գնացինք սկսեցինք, այդ ամեն ինչը не просто так էլի պատմում է, որ առաջի օրը սկսվեց, Մեդվեդևը սկսեց անելը ու երևում էր որ ինքը դե լինելով պրոֆեսոր, կիրթ մարդ ինձ ուզում էր ասել թե սկիզբը այդպես էր որ приехал, հա, բայց ես ցույց կտամ։ Ու ինքը սկսեց վիրահատել որպես լապարասկոպիստ։ Ու մի անգամ ես կանգնեցրեցի, երկրորդ անգամ կանգնեցրեցի, հետո ցույց տվեցի ինչպես պետք է արվի։ Այսինքն փիլիսոփայությունը իր մոտ լրիվ ուրիշ կողմն է։ Այո։ Իրիկուն ռեստորան հրավիրեց ինձ, ասաց ճիշտ ասա։ Կարող եմ ես совորել։ Կստացվի իմ мод совորել։ Ասեցի, գիտես, դու չպետք է совորես, դու պետք է вас надо отучивать։ Кого-то надо учить, кого-то надо отучивать։ Դրա համար ինձ որ ասենք մի քիչ անհամեստ է, բայց գնահատում են իմ աշակերտները, հենց որ говорят неплохой педагог, էլի ասում են, հա։ Դրա համար էլ երկրորդ օր ինքը լրիվ ուրիշ մարդ էր արդեն, ոնց որ բան էր։ Ու իրանց այդ ստացվեց, այդ հետո մի երկու անգամ օֆիցիալն եկա, հետո ոչ օֆիցիալ ինձ ասեց կարաս մի քանի անգամ էլ գաս։ Եթե հիշում ես, ես գնում գալիս էի։ Շատ էի գնում։ Հա, հետո այդպես դե այդ սովորեցնելու բանը շատ կարևոր է։ Գիտեք ոնց հիմա Հայաստանում որ մենք ասում ենք վիրահատությունը ստացվեց, արեցի, հա, չէ, մենք ես լսում եմ, չէ, ասում ենք, մենք արեցինք, ստացվեց, Հայաստանի փիլիսոփայությունը մի քիչ ռոբոտիկ քիրուրգիա ուրիշ պետք է լինի, որտեղ առաջին մենք ժամանակ չունենք հոս։ Մեկը այդքան ժողովուրդ չկա, որ այն որ классическое это բանը լինի, սովորելու տեսակը լինի, ասենք բան գնանք кривое обучение, չէ։ Ոչ թե այն որ ոնց որ արվում է ստանդարտ տեղերով, այլ մենք իմ կարծիքով, ուրիշները կարող չընդունեն, մի անգամից լավ ճիշտը պետք է սովորենք։ Հիմա այդ հնարավորությունը կա։ Ես որ սկսել եմ սովորել, ես կողքս մարդ չեղի, Եվրոպայում էլ չկար, ճիշտ ասած։ Ու այդ շատ դժվար էր։ Հիմա ավելի հեշտ է։ Դες հիմա հնարավորություն ունի հայ բժիշկը համ ռոբոտիկ վիրաբուժությունը սովորի ոչ թե այն կլասիկ բան кривое обучение, այլ բանով ճիշտ լավ սովորել։ Լավ սովորելով։ Без права на ошибку։
Այդ շատ հետաքրքիր փիլիսոփական միտք ասեցիք, ոնց որ изобретать колесо заново не надо. Колесо уже есть, просто нужно управлять. Հիմա ես ասեմ, որ իմ բժիշկները, իմ թեմ բան ամբիոնի, չէ, որ ասենք իրանք որ սկսել են այդ բանը անելը։ Ասենք բաժնեվարիչ ունեմ, երկրորդ, երրորդ ասիստենտ, որ ստեղ գալիս եմ, վիրահատում են, համարյա չի երևում համարյա մենակ ժամանակով է երևում, որ ասենք Մոսայանը չէ, այլ Շելիպանովն է կամ Գիլովն է, ասենք մենակ երևում է, ոչ թե ասենք ինչ որ սխալ բան են անում, չի երևում, փորձը ասենք 3000-ում է 10 սատը տարբերությունը մենակ մի քիչ կամաց են անում, բայց մնացած ամեն ինչ իրար պես է ստացվում, այդ հնարավոր է։ Դուք աստղիկ բժշկական կենտրոնում եք, չէ՞, այս ռոբոտիկ վիրաբուժությունը Հայաստանում, ընդեղ եք երկու ընդեղ ենք եղել, հա, մեր հարաբերությունները դա սաղի հետ լավ են մեր մոտ, հա, որտեղ որ հարավիրեն ընդեղ եք սկսում։ Այսինքն Հայաստանը հնարավորություններն ունի ու ավելի լավ ոնց որ այն ձեր ասած առաջի աստիճանից պետքա չսկսի, արդեն 5-րդ, 6-րդ աստիճանից պետքա սկսենք ու կբարձրանանք։ Ու դե գիտես, ես ասեմ, Դավիթ ջան, ես ասեմ, որ առաջինը չնայած որ ռոբոտիկ վիրաբուժությունը ասենք որ վիրաբուժության էլիտան է, հիմա մարդիկ կարող են եղանան բանանեն, բայց չէ, դա բժիշկները էլի, իսկականից եմ ասում։ Բայց յուրաքանչյուր նորմալ բժիշկ, որ ինքը ունի ավարտել է համալսարանը, ուզում է վիրաբույժ դառնալ, ինքը հնարավոր է նորմալ լավ վիրաբույժ դառնալ։ Ռոբոտն էլ գիտեք, այդ մենակ տեխնոլոգիան չէ, ես ասում եմ, որ Հայաստանում այդ ռոբոտիկ վիրաբուժության արգայությունը մեզ տալիս է հնարավորություն մտնել անցնել ուրիշ этап, ասենք ցեննսնի բժշկության, ցեննսնի մեդիցինան ընդունել, մեկ էլ պերսոնալիզիրованная хирургия, որ ասենք մինչև այդ մենք հնարավորություն չենք ունեցել։ Ամեն անհատին իր հա, էդի պերսոնալիզированная մեդիցինա, պերսոնալիզированная хирургия։ Ոչ թե ասենք դու հիմա ինչքան որ հարց եք տալիս, չէ՞ ասենք ռոբոտով պրոստատեկտոմիա արեցին, չէ՞։ Հա, չէ, այդպես պետք է չլինի, որ ասենք Պողոս Պողոսյանին շագանակեղձը խոսքին պետք է հեռացվի։ Ինչ ձևով է այդ մարդուն ճիշտ եմ պենտաֆեկտան ստանալու համար։ Բաց ռոբոտիկ թե բան, ասենք դինամիկայ наблюдение, չէ, ոչ մի վիրահատություն։ Հա, այդպես պետք է լինի, ոչ թե ասենք տեխնոլոգիան, ոչ թե մարդը դեպի տեխնոլոգիան, այլ տեխնոլոգիան դեպի մարդուն։ Այդ որ ասում եք, ես շատ նմանացնում եմ ձեր խոսքերը էլի Մեդվեդևի խոսքերին, ինքն էլ միշտ ասում էր, ես որ իրան մի անգամ հարցրեցի, ասեցի, ինչքան ժամանակում եք սովորել ռոբոտով վիրահատել, ասես մի շաբաթ։ Ես օպերացիան սովորել եմ, ասում տեխնոլոգիան զուտ եկել է բան անելու։ Այդ ինքը հենց այդ փիլիսոփայությունն էր ուզում ասել, ասում էր վիրահատությունը բան չի փոխվում, էլի գլոբալ չի փոխվում։ Փոխվում է փիլիսոփայությունը, որով դու մոտենում ես, էլի։ Միջև բացի դրանից, ասենք դու պետք է իմանաս ինչ անես, մենք էլ հիմա, չէ, ես հաճախ եմ ասել, որ ռոբոտիկ վիրաբուժությունը ոչ թե լապարասկոպիկ վիրաբուժության շարունակությունն է, այլ ուզում եմ ասել, որ ռոբոտիկ վիրաբուժությունը ոչ թե լապարասկոպիկ վիրաբուժության իմպրովիզացիան շարունակություն, այլ բաց վիրաբուժության ու ռոբոտ բանով լապարասկոպիկ նավիկներով։ Հա, այդ դրա տարբերությունն է դա։ Այսինքն մարդը անպայման չի այդ փուլն անցնի բաց, լապարասկոպի, հետո գնա ռոբոտ։ Ինքը եթե բացին սկսում է տիրապետել, ինքը կարող գնա ռոբոտի, թե ռոբոտից էլ կարող սկսի վիրահատել։ Դա ոնց որ դուք ասացիք։ Պետք է բան սկզբից իմանաս ինչ անես։ Հետո էլ ինչպես անես։ Ինչպես անես, հասկացա։ Դրա որ մեկ լինում է, արդեն մարդը գալիս ասում է, ինքը չգիտի ինչ է անելու, ուզում է ռոբոտով անի։ Բայց պետք է ինչ ասես։ Հետո այստեղ շատ կարևոր է նաև երկու բան, այդ պերսոնալիզացիան հիվանդի ու երկրորդը ամենակարևորը նաև Հայաստանում իմ կարծիքով, որ պետքա համայնքը հավաքվի այդ սարքավորումների կողքը, այսինքն ինչ նկատի ունեմ։ Եթե մարդու մոտ պացիենտն եկավ, օրինակ մենք ես ու բժիշկ Չախոյանը հիմա որ կադրից դուրս նստած եմ, մենք մի հատ sense պրինցիպ ունենք, մինչև Հայաստանում ռոբոտը գալ է, մենք հիվանդին միշտ ասում ենք բոլոր իր հնարավորությունները։ Իսկ մենք լապարասկոպիկ անում ենք պրոստատեկտոմիան, բայց ասում ենք գիտես, որ գնաս պիծեր, մենք էլ կարանք զանգենք, խնդրենք, հերթագրենք, գնաս պրոֆեսոր Մոսյանի մոտ, այնտեղ ռոբոտով վիրահատվես։ Նույնը ստեղ պետքա լինի, այսինքն եթե
պացիենտը մտավ կլինիկա, այդ կլինիկա ռոբոտ չունի, հիվանդը պետք է իմանա, որ Երևանում կա հնարավորություն նույն պրոստատեկտոմիան անցնել ռոբոտիկ վիրաբուժության միջոցով, նույն LMS-ի պլաստիկան անցնել ռոբոտիկ վիրաբուժ, որը իրան թույլ կտա ավելի շուտ դուրս գրվել հիվանդանոցից, ավելի լավ վիզուալիզացիայով խիրուրգը վիրահատի, ավելի քիչ ռեցիդիվներ ունենանք ու տենց ինչ պլյուսներ լիքը որ ունենք։ Այդ կոնսոլիդացիան է պետքա մասնագիտական լինի։ Գիտեք, ինչ երևի է, թե ոչ առաջից վերջից առաջ, որ այդ մարդիկ համել անձնական ֆսիխոլոգիան, չէ, որ այդ վիրաբուժությունը չպետք է լինի խիրուրգիա избранных։ Ասենք մարդը, չէ, դարձել է բժիշկ, ինքը ուզում է ինքնել վիրահատի, ինքնել ուզում է Մոսեյանից անցնի, չէ, կամ Դավիթից անցնի, ինքնել է պետք, կարող ենք ավելի շատ, ավելի հանճարեղ է, ավելի լավ է, այդ իր հնարավորությունը ունենալու է։ Ճիշտ է, ասենք, ճիշտը կլինի այն ժամանակ, որ ռոբոտը կանգնած դրված է, ասենք թիմը գալիս է, արենդա են վերցնում այդ ռոբոտը։ Իրա, ասենք Չախոյանը, ես 10 տարի առաջ եմ տեսել, какие у него руки, էլի ամեն ինչը։ Ինքը Իվանդի հետ գալիս է, բերում է, չէ, ոնց որ Ամերիկայում, վարձում է, չէ, վիրահատում է ու գնում է։ Գիտեք, խնդիրը ուրիշը, մեկ էլ ռոբոտը հիմա ասոցիացիան պետք չի ուրոլոգիայի, գինեկոլոգիայի կամ կոլորեկտալ բանի հետ, յուրաքանչյուր վիրաբուժական case, չէ, բան, դեպք հնարավոր է ռոբոտով անել։ Այդ է խնդիրը։ Մենք մենք ասենք հենց զուտ մի հատ այդ ռոբոտը դե մարքեթինգի բան է, չէ, քայլ է անունը։ Այդ ինքը ռոբոտ չէ, ինքը ցիֆրավոյ բան է, մադների բժշկի ձեռների ու մկրատի մեջ ասիստենտ է, միջնորդ է, հա։ Իսկ ինչ են անվանում իրան հենց ռոբոտ, դա էլ է շատ հետաքրքիր, ինչ է, օրինակ ռոբոտ տերմինը ու ռոբոտատեխնոլոգիայի տերմինը Այզեք Ազիմովն է հնարել, բայց ինքը լրիվ ուժ բնութագիր է տվել ռոբոտին, որպես գումանոիդ։ Ինչով է օրինակ ինտուիտիվի ստեղծած Da Vinci-ն ինչ էին իրան ասում ռոբոտ։ Գիտեք ինչ, մենք որ սկսեցինք, ճիշտ ասած ռոբոտի ինչի են անունը ռոբոտ դրել, ամերիկացիներին դիմեցինք, նույնը ինտուիտիվը չգիտեին իրենք։ Մենք ավելի շատ գիտենք, որ ասենք չեխ բանը, չէ, որ ռոբոտ это тяжелая это физический труд, ռոբոտ, չէ, это ֆանտաստա։ Հա, դե էդի առաջինը մարքեթինգային բաներ, խոդ էր, որ ու աշխատեց, հա։ Հիմա որ ասենք որ ինքը ոչ մի բան չի անում, այդ կոնկրետ այդ ռոբոտը, այդ պարզ է։ Հա, հիմա աշխատեց այդ մարքեթինգը աշխատեց, համել Da Vinci-ն աշխատեց էլի։ Անոնել, հա, այնել ինչի համար Da Vinci, որտեղ Լեոնարդո Da Vinci-ն դե գիտենք ինչ մարդ եղել, ինքնել է վաղտին ժամանակին բաներ ստեղծել հումանոիդներ, սպերեդաչա ռոլիկով ձեռները ոտները, որ ասենք էս մեր ռոբոտների պրինցիպը բաները աշխատում են ինստրումենտները դա ռոլիկովые передача, այդտեղ բան կա, մեջը տրոսեր կան, որ ասենք իմպուլս են տալիս, աշխատացնում են, հա։ Հիմա նույնը ինտերնետն է անում, հա։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Սենց մի հատ հարց, ես այս հարցը միշտ տալիս եմ մեր բոլոր ավագ սերնդի ուրոլոգներին, որ գալիս են։ Ինչով են ուրոլոգները, մենք միշտ տարբերվում ենք։ Ես մի հատ այս օրինակ բերեմ, մեր Կրայևո հիվանդանոցը հիշում եք, որտեղ որ դուք բազմաթիվ անգամ ելույթներ եք ունեցել, այնտեղի ֆոյեում, երբ որ ուրոլոգների կոնգրես էր, մի տեսակ սենց ինչ-որ ուրիշ վայբ էր, էլի, սենց են, որ ասում են, ուրիշ հագու կապ է, ուրիշ պահվածք է, ուրիշ ֆուրշետ է, չգիտեմ, ուրիշ մարդիկ են, ու ինչ-որ
ուրիշ մասնագետները, որ այնտեղ հավաքվում են, մի քիչ ավելի ուրիշ է, այնտեղ լրիվ այդպես կոնֆերենցնի վիճակա, մեր մոտ ոնց որ վիճիրինկա ալնի, բառի ամենալավ իմաստով էլ, ոչ թե վիճիրինկա ուրախանալու բան է, այլ մարդիկ այդպես ավելի նարյադնի են, ավելի պաֆոսնի են, կարելի ասել, ինչի՞ց է, որ մեր մասնագիտությունը մեզ սարքում է էլիտնի։ Շահեդարքի հարցը։ Հա, հիմա հուսամ ոչ ոք չի նայ մեզ, մենակ ես սեկրետ скажу։ Գիտեք ոնց է, ես մտածել եմ դրա մասին, իմ կարծիքով, ասենք, ֆունդամենտալ գիտությունը ինչով է տարբերում պրիկլադնոյ գիտությունից։ Կա կիրառական գիտությունից։ Ֆունդամենտալ չէ, մարդիկ առավոտից իրիկուն գիտությամբ զբաղվում են ու կոնկրետ բան չունեն, որ ինչ արդյունքի պետք է հասնեն։ Հա, իրենք զբաղվում են, զբաղվում են, կարող է մի քանի սերունդ զբաղվեն, ոչ մի բան չստացվի, բայց կարող է զբաղվեն, հետո միջուկային զենք ստանան, էլի։ Հա, դե պրիկլադնոյ մեր մասնագիտությունը շատ իմ կարծիքով կիրառական է, պրիկլադնոյ է։ Հա, ու վերջ երևում է։ Հա, ու այդ մեկ էլ ոնց որ ինչքան է լուրջ մի քիչ բան ասեմ, ուրոլոգները չտեղանան, մենք սանտեխնիկ ենք վերջով։ Յուրաքանչյուր դաժե նույնիսկ մեծ ամենամեծ տունը, որ սարքում են, չէ, առաջինը սանտեխնիկան է բան դուրս գալիս փչանում։ Իմ կարծիքով այդ դրանից է մի քիչ, բայց որ ասենք այդ հակոկաբը բան այդ ամեն ինչը մի քիչ ուրիշ է, հա ճիշտ եք ասում, որովհետև այդպես է, հա։ Ես որ ընդունվեցի օրդինատորա, առաջին մի ամիսը եղել եմ անեստեզիոլոգիայի օրդինատոր, չէր ստացվել ընդունվելս, բալերը 100-ից 100 էի ստացել քննությունը, բայց այդ Կրասնոդարսկի մեդակադեմիան ասում էր 8 տեղ կա ուրոլոգիայի, 8 հայտ կա գոս, տեղերը չկա էլ։ Ասում եմ, ես դրսից եմ եկել, վճարով եմ ուզում սովորեմ, ուրոլոգիա եմ ուզում դառնամ, չէ, որ չէ, բա գնա, ուզում ես անեստեզիոլոգիա, տեսնենք ինչ կարելի անել, մի ամիս քաշեց, մինչև նիստեր արեցի, որոշեցին, ու ամենահետաքրքիրը հենց այդ էր, էլի, որ դու նայում ես, վրոդե անեստեզիոլոգն էլ է նույն աշխատավարձը ստանում, ուրոլոգն էլ։ Անեստեզիոլոգը ավտոբուսով էր գնում գործի, այդ ուրոլոգ ունենք Jaguar-ով եկի գալիս մեր հայատը, ու այդ կոնտրաստը շատ էր երևում, էլի, այդ բաների մեջ է։ Ես մի 2 տարի առաջ գնացի օնկոլոգիայի ինստիտուտ, հրավիրեցին սովորացնելու, առաջի օրը լուրջ վիրահատություն էր, մի հատ մնացած ուռուցք, ոչ ոք չեկավ նայելու։ Այդ դեռ ում որ պետք է սովորացներ, այդ ինքն էլ ուշացումով եկավ։ Դա ասել դե պետք է վիրահատեմ, իմ ասիստենտներն էին, եկան, տեսան ու շատ հետաքրքիր ստաց, մեկ էլ իրանց արդենատ բանը, անեստեզիոլոգը։ Երկրորդ օրը մեկը գնաց, որ եկան, կանգնեցինք։ Բանես տապուչկեք մոռացել էի, ասեն մի տղա կար առաջ մեր մոտ բուժ մեծ բրատ էր էլի, ասում եմ Իլիա գնա բանալին տվեցի, ասի գնա բեր էլի տապուչկեքս։ Մեկը վիրահատության ժամանակ հասարակ ստանդարտնի պրոստատեկտոմիա էր։ Մի 15 հոգի եկել նայում եմ, ասի կարելի է հարցնել, երեք ավելի հետաքրքիր վիրահատություն է, ինչի չկա այսօր կա։ Ասում եմ ճիշտ ասեմ, ասում եմ տեսանք ինչ ավտոյով ես եկել, ասենք երևի հնարավորություն կա, մենք էլ դառնանք վաստակ եկել։ Իսկ ինչ ավտոյով եք եկել հարցնել։ Չէ, նորմալ։ Հայաստանում այդքան չի, այդքան էդի սովորական ավտո Հայաստան։ Հա, ես BMW եմ սիրում։ Հա, էդ էլ է ուրոլոգն է, մեր Երևան Սերգեյչն է BMW-ը սիրում, ինչեր որ նայում ես պրոֆեսորը, հա, ինքն էլ BMW-ի սիրահար է։ Իսկ փիլիսոփայական առումով վիրաբուժությունը մեկ-մեկ վիրահատության ժամանակ ուսուցիչ մտքերը էլի գալիս են, որ ստանդարտ գործ ես անում, ասում ես, արա հիմա որ երկրաշարժ լինի, պաժար ընկնի, չգիտեմ, մտնենք կրակենես վիրահատարանում, ես պետք է տեղիցս չշարժվեմ, որովհետև քո գործը շարունակում ես, այդ փիլիսոփայությունն է կա, չէ, որ դու վիրահատարանում ես, դու էլ ոչ մի բան չկա այլ այս աշխարհում քո համար։ Այնտեղ քեզ կարող է զանգել շատ վատ լուր հայտնեն, դու պրոստը պետք է քո գործը շարունակես, դու մյուսների նման չես կարող ասես, շո ես գնացի տուն, ես ի վիճակի չեմ հոգեպես, ֆիզիկապես էլ այդ ամեն ինչը шарունակելու։ Էդ էլա ճիշտ փիլիսոփայություն, թե։ Մի բան ասեմ, երևի աուդիտորիան ճիշտ հասկան շատ у тебя чуйка круто работает. Այնպես հարց տվեց, որ իմ պատասխանը շատ հետաքրքիր է լինում, բայց մենք չենք պայմանավորվել։ Հա, չէ, ընդհանրապես, հա։ Ուրեմն 2000 ես չեմ հիշում, վերջի անգամ էլի նույն Կրասնոդարում վիրահատությունը ես բանը երիկամի բան է անում, ժևայա քիրուրգիա։ Որ ժամը 9-ին սկսվեց այդ բանը, եթե հիմա ինտերնետում նայեք, ես ասում եմ, որ ես երբեք չէի մտածում, որ այդ բանը
այդ հակատրեմորային ֆունկցիան եւ բանը, որ ասենք դու ձեռները դողում են, կարող են դողալ մի քիչ բան, հա, բայց բանը ռոբոտը ինքը չի թողում, որ այդ ասենք ինստրումենտները դողան։ Հա, դրանից 5 րոպե առաջ զանգեցին ինձ ասեցին, որ բանկում որտեղ որ իմ հաշիվները այդ բանկը փլվել։ ու ես ու շատ լուրջ ինչքան քանի տարի կա 40 տարվա լուրջ թիվեր այդ վարվել էին ու բայց այդ ցույց տվեց ինչպես ես ասում եմ ես էլ ասում եմ հիմա գրանցը բանը կա զապիսի է որ ասում ես չէի պատկերացնում որ այդ բանը ֆունկցիան ինձ այդքան անհրաժեշտ լիներ էլի բայց հետո փրկվեցին գումարները գոնե չէ որ այն բանը գիշերը բանը Գյորգին բանը Պալագուտան, չէ՞։ Պալագուտան եկե բանալի տարեր վերև։ Լուրջ հարցեր են։ Դա շատ հետաքրքիր բան եք ասում, բայց իհարկե, այդպես է, մեկ էլ որ ասենք դու հիվանդի լվացված չես։ Առանձին ես։ Հա, ու հետո մեկ էլ որ ասենք դու մտցնում ես գլուխդ այդ բանի ռոբոտի մեջ, ոնց որ գլուխը փորի մեջ լինի։ Ասենք մի լապարասկոպիկը նայում ես ոնց որ տելևիզորի, դա մի քիչ ուրիշ ձև է։ Կանգնած ես բանը հեշտ չի դժվար է, բայց այդ որ գլուխդ միշտ բանի մեջ է, աչքերի խնդիրը կամ այդ պսիխոլոգիչի ավելի դժվար է, էլի, ես այդ ամեն ինչն անցել եմ, գիտեմ, էլի, ուրիշ բան է, էլի, որ այդքան հեշտ չի, որ ասենք պետք է պատրաստ լինես։ Այդ նո по-другому, էլի։ Բայց մեկ էլ հետաքրքիր բան կա, գիտեք, Դավիթ, որ ասենք որ վիրաբույժը նստած է, բան ես անում, դու կողքից լվացվելու բան չկա, ասում ես էլ դու ես նստում կամ ինքն է, ասում դու էլ ու հիվանդը բան անում, это выигрывает он от этого։ Ավելի հեշտ է փոխել։ Այդ պահին ես հենց իմ հարցը եւ հա բանը հենց այդ էր էլի որ փոխարինել կարելի է էլի։ Այո։ Մենք Կրասնոդարում կհիշեք երկու ռոբոտ էր դրած, մենք մեկով մեկ նայում ենք, մյուսով վիրահատում ենք, մեկով մեկ բան ենք անում, էլի նայում։ Որ հիմա բրցնենք այդ նկարները ցույց կտամ։ Ես կարոտով եմ հիշում այդ վիրահատարան այդ բանը, որովհետև այն կյանքի ամենաանհոգ ու ամենադաժան ժամանակներն էին, երբ որ քո կյանքը սկսում էր առավոտ 6-ից կես գիշերը ես իմ քանիսին էր ավարտվում, Աստվածչանի ասեին տրանսպլանտացիա կա, դու պետքա գիշերը ամբողջ գիշեր մնաս, բայց հետո նայում ես հետ ես նայում, այդ որ ասցիկ Մեդվեդևը ջղայնանում էր կամ մնացածը բան հասկանաց որ այդ ամեն ինչը չլներ կարող է եւ ասես մասնակից չդառներ որովհետեւ մի հատ ներվի կամ անոթի անուն չէր իմանում հանում էր օթերով գմպցնում էր միջև դիեզերք ու դու գիշերը նստած անատոմիայի գիրքներ նորից կարդում հաջորդ օրը պատրաստված գնում էր որ հանգարց այդ նույն խոսակցությունը չդառնա իսկ սովորացնելու առումով ես նորից եմ ասում մեր հերոստատողներն հասկանան ԱՊՀ տարածքում սկսած Վրաստանից Հայաստանով Ռուսաստանի տարբեր մարզերով Ղազախստանով ձեր մոտ են սովորում ռոբոտիկ վիրաբուժություն շատ ու շատ մասնագետներ հաճույք եք ստանում սովորացնելուց թե դա որպես Հիպոկրատի երդման պարտականություն է որ դուք պետքա փոխանցեք մյուս սերնդին թե մի պահ գալու ասեք ես բավական սովորացրել եմ գնացեք իմ սովորացրածներից սովորեք այդ ամեն ինչը Գիտեք ինչ հիմա ես վերջերս մի քանի անգամ այդ հարցը տվել են ի՞նչն է ինձ ասում դальше что ասենք այդքան բանը կա ասեմ որ ռոբոտիկ վիրաբուժություն մի քիչ եթե կարելի է լեն պատասխան ավելի շիրոկի ответ հա ասենք ռոբոտիկ վիրաբուժությունը բերեց բացի այդ ամեն իր պլյուսներից որ մենք չենք ուզում կրկնենք իսկական դեմոկրատիա վիրաբուժության մեջ։ Ու ինչ եմ ուզում ասեմ, որ ասենք մարդը նստում ես, նայում ես, ով է անում, կամ ինչ է անում, բայց տեսնում են։ Բուժքուրից բռնած, ով որ վիրահատարանում է կամ էլ հեռուստացույցը տելևիզորով նայում ես, տեսնում ես։ Ինչ տարբերություն, ով է վիրահատում, չէ՞, ասում ես անունավոր, immunity մարդ է անում, բայց ասում ես, տեսնում ես, որ ինքը ավելի վատ է անում, քան սկսող կամ մի հատ հասարակ ոչ ճանաչված մարդ։ Ճիշտ է, չէ՞։ Դե ուրեմն ավելի օբյեկտիվիզացիա արվեց այդ բանը։ Այդ համելը ում մոտ որ լավ է ստացվում ինքն է անում։ Դե դեմոկրատիան շատ հետաքրքիր մոմենտ ստացվել։ Եվ որ այն ի սկզբանե որ ով պետք է մեծերը լինեին այդ բանը պատրվեց որ մարդիկ ավելի նոր սերունդ նոր մարդիկ մտան բանի այդ մեջ ու լուրջ խթանվեց այդ բան տեխնոլոգիան առաջ գնաց որ նոր անուններ մտան։ Այդ Հայաստանի մասին է նաև խոսքս էլի որ ասենք ով որ
մոտիվացված է, որ ուզում է, ինքը կարող է գնալ, բայց ռոբոտիկ վիրաբուժությունը ասենք դու դինաստիայի բժիշկ ես, պետք է անպայման չէ որ դու պապատ տադդ բան դու հետո էլ նույնը չէ, մարդը որ գյուղից եկել է կարող է ավելի լավ անի, ինքը թողանի ավելի լավ ծառը բացի այո մեկ էլ որ ասեմ այդ բանը ասեմ ճիշտ սովորելը շատ կարևոր է ասենք մարդը անում է ինչ-որ բան հետ ինչ-որ բան անում է այդ ճիշտ եթե ճիշտ չի սովորել իրան հետո պետք կարող է լինի ետ գա ու նորից առաջ գնա այդ է հարցը որ ասենք գիտի թե ինքը սովորեց բայց ավելի լավ է ավելի ուշ գնա առաջ ու սովորի քան թե սկզբից սովորի հետո դուրս եկած լինի որ սխալ է սովորել հետո ետ գա ու նորից սկսի հիմա մի հատ բան ասեմ որ հետարքիր մի հատ բան տամ հարց տամ ասենք մարդ է որ շագանագեղձը հեռացնելու բանը այն ժամանակ մենք որ սկսել ենք 30 հատ ասում են կրիվայ обучение 30 հատ է Հիմա ոնց եք մտածում այդ մարդ կա որ հիմա օրինակ ես 12 հատ արեցի զգացի որ ես սովորեցի բայց որ հետո 50 հատ արեցի զգացի որ ես սխալվում էի Ոչ որ 100 հատ արեցի, ասեց, այ ես ինձ ով էր վստահում։ Այս է տակիր բան ասեցիք։ Ահա լուջ եմ ասում, գիտեք, հետո 500 հատ որ արեցի, զգացի հա ինչ որ բան գիտեմ, բայց այդ էլի են չէ սովորելու բան կա, որ 1000-ը անցա ու տեսա, որ ոչ թե ես շագանագեղձ եմ հեռացնում, պրոստատեկտոմիա եմ արել, այլ ասենք հենց Պողոս Պողոսյանի շագանագեղձն եմ հեռացնում։ Կարող է այնպես լինի, որ մի հիվանդի վրա մի 15 հատ նյուանս չէ, 15 հատ տեխնիկա օգտագործեմ։ Օգայոյի տեխնիկան, Սվետոյ Ավգուստինի կամ մեր իմպրովիզացիան, բաները, որ ասենք ցել поставлено, и ты решаешь. Ոչ թե ասենք մի ձևով լիժ бы այդ շագանագեղձը հեռացնես ու չարունահասվի, անաստամոզնել բան լինի։ Գերմետիկ լինի։ Այդ շատ հետարքիր մոմենտ է։ Հետո ես գիտեք ինչ եղա։ Տեսա որ իմ աշակերտների մեջ այն որ ասենք մի 2-3 կամ 5 վիրահատությունից հետո ասում ինքը կարող է անել, բայց այնպեսներ կա որ 100-ից հետո է ինքը եկել, բայց բան է որ ինքը սովորել է, բայց որ երկուսն էլ 200 հատ անում են կամ 300 հատ не знаю, բայց շատ հետարքիր հիմա ոչ միշտ է որ այն շուտ սովորողը ավելի լավ է անում, քան թե այդ բանին ուշ հասնողը։ Օրինակ այստեղ մի հատ sense հետաքրքիր հետո պետքա բժիշկը ինքը երիտասարդ բժիշկը ինքը հասկանա ինքը այդ ճանապարհը գնալու է թե չէ օրինակ ես միշտ հետաքրքրել է ինձ գենետիկան ինձ միշտ հետաքրքրել է մужской бесплодие-ն ինձ հետաքրքրել է գարմանալի աշխարհը ու ես մի պահ հասկացա որ ես չեմ ուզում գնամ ստանդարտ ճանապարհ օրինակ տուր անել չեմ ուզում քար ջարդել չեմ ուզում ես ուզում եմ գնամ այն ինչը որ չբացահայտված է ուրոլոգիայում օրինակ ես վերջերս Լոնդոնում ելույթս իմ նվիրված էր Երևանյան հիվանդության ու տղամարդու անպատղությանը EUA կոնգրեսին ես հա ինքը չհետազոտված թեմա էր արդյոք պետք է մարդը կոլխիցին խմի որ անպատղությունը հետ նահանջի թե չխմի պետք է նաև ճիշտ ընտրությունը կատարել այդտեղ որ ասում եք չույկենը պետք է աշխատի արդյոք մարդը ուզում է գնա օրինակ Ազատը ես գիտեմ որ ֆանտաստիկ վիրաբույժ է ինքն էլ կարա գնա այդ ֆանտաստիկ վիրաբույժությամբ զբաղվի մյուսը կարա դառնա շատ լավ քարերի մասնագետ անպայման չի բոլոր այդ ստանդարտ ճանապարհը գնա մարդը պետք է ներկուս տես գա ինքը ինչի է պատրաստ ու ինչի է ինքը կարողանում այդ ամեն ինչը գնա ու անի գիտեք օրինակ մի օր մեր ակադեմիկոսը ասեց ոնց դու ինչպես ես քո ամբիոնում մարդկանց հավաքում քո թիմը ես ասեցի յուրաքանչյուր օրդինատորից սկսած կամ ասպերանտ որ ես վերցնում եմ բանել իզնից ինչ որ բանով ավելի կրուտոյ պետք է լինի մի ուղությամբ ինչ որ բան ինձնից ավելի ուժեղ պետք է անի ասած չի կարող պատասխանել բայց իսկականից ճիշտ եմ ասում Հիմա օրինակ որ բանը որ իմ մոտ ավելի լավ է ստացում, եթե նույն մարդուն բերեմ այդ բանով, որ ասենք ինձնից վատ անող է, ինձ հետարքիր չէ, ավելի լավ է գենետիկայով զբաղվող լինի, որ ես ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ իմ մոտ այդքան ստացվում է, ավելի լավ ինձնից ուժեղ լինի, общий թիմը ավելի ուժեղ կլինի, քան թե չէ, այդ նույն բան։ Հա, ու ես էլ ինքնա самоутверждаться հայերեն ոնց է։ Ինքնահաստատում։ Ահա ինքնահաստատում լինի, որ ես ասենք պրոստատեկտոմիան մի ժամում եմ առում կամ 30 րոպե, ինքն էլ 4 ժամ ու կես ու ամեն օր վերջ մի 10 տարիներ լավ զգամ։ Ես այդ չէ ավելի լավ է թիմը ուժեղ լինի, չէ, ամեն ինչը։ Ու մարդն էլ որ
որ ասենք տворческий подход, որ իր այդ բանը մնա, որ ինչ ուզում է դրանով զբաղվի, բայց բանի թիմի մեջ։ Մյուս կողմից էլ կա, ասենք մեր այդ բան ուզում ենք ասել, որ եթե բանան է, резюмировать, այն մարդիկ, որ если он талантливый хирург, это не значит, что крутой доктор. Ասենք ինչ որ հասարակության մեջ, եթե վիրաբույժը ոսկի ձեռներ ունի, ես այդ բանը չեմ ընդունում։ Ոսկի ձեռներ, որտեղ ավելի ճիշտ սովորելը դրա համար ենք ասում, ասենք մենք լավ որ ասենք չեմ ուզում մեր այնպես որ կարող է լավ բժիշկ լինի, որ տեսնում ես որ ձեռները լավ են, բայց իրան ասենք կանգնեցնելու խնդիր է պետք իրան, լավ դասադու է պետք, որ իրան բաց թողեցիր, ինքը առաջ կգնա ավանտյուրիստ կդառնա, բայց այդ իրան կանգնեցնել է պետք, որ բանն ցելնի բժիշկ դառնա, էլի։ Հասկացա, հա, այսինքն մի ուղղությամբ ոչիլի անեկդոտը շուտ ինչ լինում է, հա, այդ հաստատ այդ Ռուսաստանում օրինակ Հայաստանում էլ տարածված խնդիր է, հիվանդը գալիս է մոտս 60 սպերմոգրամաներով սենց մի հատ, սենց մի խուրդ, ու Ռուսաստանում է հիմնական այդ խնդիրը, կներեք որ ասում, սա պրոստատիտ եմ բուժում։ Ասում եմ, նստած դեմս ասում եմ, թղթերը չեմ նայում, ասում եմ, ուզում ես գրազգանք, որ դու չես ունեցել ու չես էլ ունենա պրոստատիտ։ Ասում եմ, կրկնակի կոնսուլտացիա պետք է վճարես այդ առումով։ Կլինիկի դիագնոզ է, բայց մարդը այդ կաբինետում նստած բժիշկը այնքան է այդ ուղղությամբ մենակ խորացել, որ ինքը ամեն հիվանդության տակ տեսնում է մենակ այդ մի էտիոլոգիան։ Ու ինքը սկսում է այդ ուղղությամբ աշխատել, իրեն ստոպ անող չի եղել ժամանակին։ Գիտեք ոնց, այդ այնքան հանցագործ է դարձել։ Հա։ Այդ արդեն հանցագործություն է։ Ես անընդունելի է։ Այդ անունդ որ ասում են պերսոնալիզировать, հիմա ասենք որ մարդուն որ ինքը բանը չի երեխա չի ունենում, չեմ սպերմոգրաման վատ է։ Ինչ տարբերություն, եթե իմ մոտ է գալիս խոսքին, եթե 3000 հատ պրոստատեկտոմիա եմ եղել աշխարհում առաջինը после трансплантации на роботе удалил там опухоль почки, աշխարհում առաջինը, ասենք չի եղել, ինչ դիմի, ավելի լավ չէ, իր այդ մարդը սպերմոգրամայի խնդիր ունի, ոչ թե բանը ինչ տարբեր, ավելի լավ է Տոնայանի մոտ կա, քան թե հենց այդ օրինակ դուք կարող եք ասեք, հա, քո մոտ պրոստատի ռագարի պրոստատեկտոմիան հարցը փակենք, չէ։ Հենց այդ մի ուղղություն մտածելը, որովհետև ինդիվիդուալիզացիան ինչով է կարևոր։ Մատ այսպես շատ հետաքրքիր դեպք թույլ տակ ես պատմեմ։ Պացիենտ է եկել մոտս էրեկտիլնի դիսֆունկցիայով։ Խոսում եմ հետը հարցնում եմ, ասում եմ իսկ որ դիրքում է լինում, ասում եմ դե երբ որ ես պարկած եմ մեջքի վրա։ Մնացած դիրքում սա նորմալ է, բայց դու կինս այդ դիրքն է սիրում, այդ դիրքում մոտ էրեկտիլ դիսֆունկցիա է։ Հարց ու փորձ եմ անում, խոսում եմ էլի այս կոմենքում, բարձում ես մարդը գաստրոեզոֆագեալնի ռեֆլյուքս ունի։ Բարձը հանում է գլխի տակից, պարկում է, իժոգա է սկսում մոտ էրեկտիլ դիսֆունկցիա, ասում գնա գաստրոենտերոլոգի մոտ, կամ օմեպրազոլ խմի, դու էլ էրեկտիլ դիսֆունկցիա կանցնես, դա է ինդիվիդուալիզացիան։ Եթե ես գնամ գայդլայնով իրան բուժեմ, ես պետք է մի աշխարհ անալիզներ անեմ, մի աշխարհ հետազոտություն անեմ, վերջում ինչ-որ դեղորայք նշանակեմ, ճանապարհեմ այդ պերսոնալիզացիան, մարդիկ մեկ-մեկ իրանց իր դիագնոզ այնքան լավ են տալի, խոսացող պացիենտը իր դիագնոզ այնքան լավ է տալի, ասում է, գիտեք, այս ժամանակային մոտ էս խնդիրն լինում, ու դու արդեն սկսում ես այդ ժամանակ իրան հասկանալ հենց։ Գիտեք ոնց, հիմա մենք իրար հետ ասում ենք, որ մենք ժամանակից բժշկության խնդիրներից ենք, լուրջ ֆունդամենտալ խնդիրներից անցանք։ Ասենք մեր ուսկի բան զուտ բանից անցանք, ես որպես ամբիոնի վարիչ հաճախ է լինում, որ ասենք հիվանդի խնդրի մասին խոսում են, հետո ապխոդի ժամանակ սկսում եմ հիվանդին հարցնել, նայում ես էլեմենտար, պետ կատե արված է, կամ տոմոգրաֆիա, ամեն ինչ արված է, բայց հետը նորմալ մարդը չեն բան անամնեզը չի հավաքված։ Հա, որ անամնեզը այդ մարդը ինքը ամեն ինչ պատմում է, ասում ես։ Մարդը քեզ պատմել է, բայց այդքան բան ինչ է սարը։ Ուզում ես ասում եմ, մի ծուր հարցը հետո շուրջը ֆրֆրում ես։ Իհարկե, այդ կլասիկ բժշկությունը շատ լավն է, մենք մեր դպրոցը ասենք սովետակ մենք շատ վատ բան ունեցել ենք, բայց այդ մեր ասենք օրինակ Երևանի բժշկական համալսարանը շատ եմ հարգում։ Հիմա օրինակ իմ բժիշկների մեջ կամ ինչ որ տեղ որ տեսնում եմ, ես այդ պարոդիստը ստել է ոնց որ մեր այդ շատ ոնց զգացվում է լավ ձևով, նույնն էլ բանի էլի մեր համալսարանները, որ զգում ես լավ բան շատ կա ու այդ հիվանդին բանը դա կարևոր բան է ու այդ մեկ էլ ցելնես հայերեն ոնց է ցելնես ամբողջականը շատ կարևոր է թիմը ասենք տեխնոլոգիայի մեջ այդ մեկ էլ նոր բաներ ընդունելը չէ միանշանակ ու բժիշկը պետք է իր սխալներն ընդունի ես էլ դա գիտեք որ էդի
առաջինն է։ Ես որ եկա առաջի անգամ Ֆրանսիա սովորելու, զարմացա, այս մարդիկ սկսել են իրանց ասլաժնենյանների մասին, որ առաջի անգամ եմ այդ 2003-4 թվականին լեկցիան կարդում աուդիտորիայի առաջ վիդեոները ցույց տալու ասում էի սարեցի, այն արեցի, ասում ես ոչ եմ դա ընդունված չէր մեր մոտ։ Բայց դա շատ մեծ բան էլի, որ ասլաժենյաները կամ քո սխալները, դու սխալները անես, որ ասել ընդունես, հիմա ես ասեմ մեր վիրահատությունները մենք записываем։ Абսոլютно սաղ ես իմ վիրահատությունները կամ ուրիշներինը записам։ Ու դա ոչ թե ասում եմ համ գիտության համար, համ սովորելու համար, համ դատախազի համար։ Это առաջ կար, история болезни пишется для прокурора։ Ну так вот, հիմա գիտեք ոնց որ ֆուտբոլի պատմությունը, չէ՞։ Ֆուտբոլը նոր վերջերս բան եղավ, որ մի հատ այդ գիծը, այդ գնդակ անցավ, թե չանցավ։ Մենք 20-30 տարի մտածում ենք, ինչու՞ չեն записանում, էլի։ Որ մի հատ ավտոմատически գոլի հաշվարկի բան։ Էլի որ մի հատ այդ սուդիա կարող էր բանի ճակատագիրը բան անել, ճիշտ է, չէ՞։ Ֆուտբոլ սիրում եք։ Իհարկե։ Դա արդեն հիմա հետաքրքիր բաներից խոսանք, թե ռոբոտ բժշկություն։ Սիրած ֆուտբոլային թիմ կա, չնայած դուք պիցերից եք այնտեղ։ Մի հատ սիրած ֆուտբոլային թիմ պետք է լինի։ Ես հետարքիր է, գիտեք, սիստեմա, ասենք ինդիվիդուալ բրազիլական սիստեման կամ գերմանական կամ ֆրանսիական նույնն էլ գիտեք բանը վիրաբուժությունն է հիմա ինձ ֆրանսիական բանը բժշկությունը ավելի շատ է դուր եկել քան գերմանականը օրինակ ինձ համար որովհետև ու ասենք հիմա որ ասենք ինչ որ մեկ էլի ծռենք բանը որ ես բանով հերոստաս նայում եմ ով է վիրահատում ես կարող եմ ասել այդ վիրահատողը ֆրանսիացի է գերմանացի է, իտալացի է, թե ամերիկացի է, ու եթե անգլիացի է, ասենք հենց անգլիացի է, թե հնդիկ է կամ պակիստանցի է, նույն էլ ֆուտբոլ է, էդի բան է, արդացոլումն է, ստիլն է, որ հիմա ասենք գերմանացիները, չէ, իրանք արդյունք են բանանում, ռեզուլտատ, получают благодаря командной игре, նույն էլ բանը, չէ, մի օր վերջերս ինձ ասեցին, твой учитель, общий хирург, он хирург лучше или ты. Если как человек, он более талантливый, но я хирург круче. Это системный бан, или вот просто так часится. Իսկ հիմա համաշխարհային բժշկության խնդիրները ինչի մեջ են օրինակի համար մենք որտեղ խնդրեմ ունենք նույն ուղեցույցային բժշկությունը ես օրինակ մենք միշտ ասում ենք guideline-ը sense guideline-ը նենց նո օրինակ այս վերջերս ինչ մտքով էի խորացել էլի օրինակ մենք ասում ենք 45-ից հետո մարդը պետք է անցնի կոլոնոսկոպիա մետա-անալիզ են արել 80-ականներից սկսած մինչև 2000-2010 թիվ որոշել են որ 45-ին տարիքներ կոլոնոսկոպիա պետք է արվի որ հաստատի քաղցկեղ հայտնաբերվի բայց այն վիբրկեն որ եղել է այդ թիվը դուրս բերելու համար ուրիշ աշխարհում է ապրել այն վիբրկեն որ հիմա է այսինքն այն աշխարհը որ մենք ենք ապրում մենք կարող ընդհանրապես չենք համապատասխանում մեզ կարող 30-ից է պետք անել կոլոնոսկոպիան կամ մեզ вообще պետք չի անել կոլոնոսկոպիան հենց այդ guideline-ային բժշկությունը չի սահմանափակում այդ գիտեք ես guideline-ային բժշկությունը շատ հետաքրքիր թեմա եք ասում որ guideline-ային բժշկությունը ոչ թե սահմանափակում է ու ես այդ մտածեցի հասկացա որ guideline-ը ավանտյուրիստների դեմ է ոչ թե ապրեք նես լավ բան ասեցիք հա ավանտյուրիստների դեմ է ոչ թե ինքը առաջ տանելու բան ունի այլ նաբարոջ չի թողում որ ասենք եթե եմ մի տեղը որ երկրում էլ մասնավոր բժշկություն է որ աչ ու ձախ չդնեն կներեք փրտեն էլի դրա համար սուրուցքը պրոստատեկտոմիա անեն այո կամ էլ չէ դա կարող է սպասիչելնի ավելի լավ է անես կամ տեադին բանը պրոստատեկտոմիա անես որ գլիսոնը 6 է այդ մարդը կարող է մի 20 տարի կարել է դինամիցկի նաբլյուդենիա լիներ ու իրան ավելի լավ է չաներ քանի որ դու ռոբոտ ունես ինքն էլ փող ունի անպայման անես բռնես անանես այդ մարդը լավ ասեցիք ավանտյուրիստ guideline ավանտյուրիստների դեմ է ոչ թե բժիշկների այո ու ես ինչ առաջարկություն ունեմ как прикладной որ դեզնից թող դուրս գա առաջինը երևի ուրեմն մեր մոտ օրինակ Ալմազովի կենտրոնում դեք մենք նաուչնի ցենտր իր համասարանով էլի մենք ասենք պրոտոկոլները պրոտոկոլ են բայց քանի որ այդ նացիոնալնի ցենտր է նացիոնալնի մենք իրավունք ունենք սազիվայեմ կոնսիլիում ու պրոտոկոլներից դուրս ենք գալիս
իրավունք ունենք պրոտոկոլներից դուրս գանք։ Այդ հնարավորություն համ տրված է օրինավոր, բանով յուրիդիչկի, օրենսդիր Համ կոնսիլիումով համ սահմանափակված է, համ էլ պատասխանատվություն հետո պետք է ընդունենք, ինչ պատճառներով մենք հրավիրեցինք ու այդ բանից դուրս եկանք։ Ու իմ կարծիքով այդ նույն հնարավորությունը տալ է պետք Հայաստանում այդպես է անել պետք, որ չլինի заставь дураку Богу молиться лопар շարժումը։ Կամ համ պետք է вообще беспредел լինի, որ առանց գայդլայնների աճու ցախ պարտեն, չէ՞ կներեք։ Կամ էլ եթե գայդլայնում գրած է էս է, բայց դու ագնահայտ է վիբր կենեն չի, էս հիվանդինը ուրիշ է, բայց չէ, դա չէ, այդ գայդլայնը դենց է, ուրեմն այդպես պետք է արվի։ Դրա համար կարելի է էքսպերտնել մի քանի հատ ընդունել հիմա նախարարությունով, թե ասոցիացիայով կամ ինչով ընդունել, բան անել, դիստանցիոն կամ օչնի կամ բան, մեծ երկիր կոնկրետ հիվանդի քննարկել, որոշում ընդունել ու պատասխանատվություն։ Մենք Մեդվեդևը ամեն իրիկուն մեզ հավաքում էր ժամը 6-ին, չգիտեմ, պլանյորկի կատեները բոլորը նայում ենք, բոլոր հիվանդներին քննարկում ենք, կապ չունի ով ումն է վիրահատում, ու ինչ որ շատ ժամանակ հենց վիրահատության տակտիկա ձև, վիրահատությունները ատմենալում կամ առաջ էր գալիս էլի, ու տենց ահագին հետաքրքիր գործ էր ստացվում էլի, հա։ Գայդլայնը գիտեք, համեր նաև որ այդ ռեկոմենդացիա всего лишь ռեկոմենդացիա չէ, ռեկոմենդացիա է։ Հա, օրենք չի։ Հա, դա ռեկոմենդացիա է։ Հա, բայց դե իմ կարծիքով որ այդ բան չլինի, կլիշե չլինի, դե բժշկության մեջ ոնց որ մի հատ բան նայում են, մենք միշտ սովորում ենք, հետո մեկ էլ ասում են, չէ, գիտես, հիմա սխալ ենք, որ այդ ձեր ասած էլի, որ այդ խնդրեմը չլինի, որ մի 30 տարի հետո ասենք մեր մոդիկ մարդիկ էլ դրանով գնան բանանեն, հետո մի 10 տարի հետո ասես, գիտես, դա սխալ էին կարի, թե չէ գին պապան կամ բանը կարող էր ապրած լինել։ Այդ շատ կարևոր բան է։ Դուք ձեր դինաստիան բժիշկներ է, Մոսոյանները, ոնց ասեցիք, ձեր երեխեքը բժիշկ դարել են։ Չեն ուզում դառնալ։ Տղաս ֆինանսիստ է, աղջիկս էլ հիմա Դիլիջանում է սովորում, երրորդն էլ դպրոցական։ Այսինքն, հա, ձեր երեխաները Հայաստանում են սովորում։ Դե Կարենը սովորել է հոս Դիլիջանում էլի, հետո գնացել Բակոնի համալսարանը ավարտել, Միլան, հիմա հետո Չիկագո, մանտեղ աշխատում, Էլինան էլ նոր է ավարտում, Բերկլի է ընդունվել միջև։ Հա, Բերկլիում սովորել է, եթե չեմ սխալվում, մեր Մոնթե Մելքոնյանը։ Դա ինքը ընդունվել է հիմա։ Շատ կովել է։ Սենց հարց։ Ունեք աշակերտ, որին սովորացրել եք ու այտենց ասում եք, էս իմ ամենալավ պրոյեկտն էր։ Ասած հպարտանում եք էլի, հա։ Այդպես չեմ մտածում։ Ես գիտեք ինչպես եմ մտածում։ Վերջեր ասում եմ, ունեք ու ես այնպես աշակերտ ունեմ, որին ես կարող էի, որ եթե հիվանդանայի, ինձ որ ինքը ինձ վիրահատեր։ Ճիշտ ասած, եթե ես հիմա ոնց որ ես եմ անում, մի քիչ կարող է անամես լինի, я бы себе доверил։ Հա, բայց դուք չեք կարող ասել։ Բայց հիմա ասենք երևի, հա, մեկը արդեն մոտիկանում է, որ ասենք, որ я бы доверил бы ему себя։ Հա, հետո գաս։ Ուրոլոգիայի, այս միշտ ես հարցնում եմ գրքերից մեր հաղորդման, բայց այդտեղ մեծ ուրիշ հարց եմ ուզում տամ, հենց էլի գրքից գայդլայնը որ դնում ենք մի կողմ, ես Քեմբել Վոլշը որ վերցնում եմ ձեռքդ, ինքը ֆունդամենտալ տրակտատ է ուրոլոգիայի։ Ես իրեն նայում եմ, ոնց որ Պլատոնը ժամանակին տրակտատ էր գնում ա жизни կամ, չգիտեմ, Մաքիավելին պոլիտիկա, Քեմբելն ու Վոլշը գրել են տրակտատ ա ուրոլոգիայի։ Եթե դու ուզում ես ուրոլոգիա իմանալ, դու այդ գրքի պետք է իմանաս։ Ձեր համար որ գիրքն է ուրոլոգիայի, որ դուք ասենք սովորողը մտավ ձեր մոտ, ասում է այս գրքից պետք է սկսենք բացի պրակտիկ մասից։ Դե գիտեք, ես ասենք տարբերություն չկա, ավելի շատ ես ասենք նույն ոնց որ ձերն է, ոնց իմն էլի Campbell Walsh կամ էլ այնց ատլասներ, որ կամ ֆունդամենտալ, կամ էլ կոնկրետ, ասենք բաներ, գրքեր, բայց հաճախ իմ վերջերս սկսել է դուր չգալ։ Ասենք ինչ որ ինչ որ այս հիմա մենք հնարավորություն ունենք, ասենք փոխանցելու ու ինչ որ արվում է։ Դրա համար, հա, այո ես զգում եմ, որ մենք ավելի կարող ենք ավելի շատ, ավելի մատչելի ինֆորմացիա տանք մեր այն մարդկանց, որ հիմա ասենք մի հատ հարց, որ եթե ասենք Դավիթ ինձ հարցներ, որ պարտադիր է, որ դուք ունեք համակարգ, որ ասենք ինչ որ մեկը ձեր մագարտակին հասնել համար այդ 3000-ը չանցնի։ Ասենք մի 1000 անցնի, բայց այդ նույն մագարտակը լինի։ Ու ես ձեզ կասեի այո։
Դա գլխավորը, էլի որ ասենք, որ այդ 2000 տարբերությունը այդ մի 5-6 տարի էր, էլի։ Եթե ոչ ավել։ Դա դարքիր է, չէ։ Հայաստանում այդ մի քանի դար է։ Դարքիր է, չէ։ Դրա համար էլ հիմա ասենք բոլզայ случаем մենք հիմա գիրք ենք բանանում, դրանից հենց միտքը տեղ է ուզում տանել, որ որ ասենք, որ ճիշտ ասած այդ գիրքը ատլասները, որ մենք ռոբոտաստիրոնная операция ворологии պետք է կոչվի ու 3 բան մտածում ենք, որ 3 բան տոմ լինի, 3 գիրք, ու ես աշխատել ենք մենք, որ բան անենք, որ շատ прикладной լինի, համ ուսանողների համար, համ բժիշկների համար, համ էքսպերտների համար, որ как настольный լինի։ Եթե ասենք, որ վիրահատություն անում ես, արագ թերթես ու ու գնաս բացես բանում, կամ էլեկտրոննի բանը դնես վիրահատարանում, ու անես, ասենք ինչն է տարբերությունը, չէ՞, հարցը գիրքը չէ։ Հարցը այն է, որ հիմա գիրքերը մենք որ բացում ես, ասենք պրոստատեկտոմիա մեծ պրոստատայի բան, չէ, ասենք հեռացնել։ Ահա, хорошо, հասկացանք, մեծ պրոստատա է, բայց կարող է իր այդ մարդու կոնքը լեն լինի, նեղ լինի։ Հետո միջին բան ունենա, կամ уретран կարճ լինի, կամ են բանի опекальная часть она другая, может после ասենք неоадъювант թերապիայից հետո լինի։ Այնպես որ բան լինի, որ ասենք նույնն էլ երիկամ, ասենք չէ, աղիքների բանը, ոնց է нисходящая ободочная кишка, կամ էլ լիարդի ուռուցքը կարող է 2 սանտիմետր լինի աջ կողմի, բայց լիարդը այնքան մեծ լինի, որ լիարդի մոբիլիզացիան ավելի դժվար է անելը, քան թե ուռուցքը հեռացնել։ Հիմա դրա մասին գիրք չկա։ Այդ մենք աշխատել ենք, այդ ամեն ինչը։ Հետաքրքիր էր գրքում, որ QR կոդը սկանավորում էր, ցույց էր տալիս հիվանդը ինչ դիրքում պետք է լինի, խիրուրգը ինչ դիրքում պետք է լինի։ Դա էլ գիտեք, որ ու հետո վիդեոն էլ է վիրահատական։ Ահա դա շատ կարևոր բան է, որ մենք ասենք մենք համել էտապներով։ Ես ասենք այնպես է լինում, որ հիմա մենք կարդում ենք, չէ, ասենք ինչ-որ բան կարդում, ասում եմ смотри страницу такую, զզու ես չեմ կարող այդ բանը։ Որ կարդում, смотри, это всё։ Կամ գիտական թիվն է տալի, պետք է թեկես guideline-ի հետ թիվը գտնես, հետո PubMed-ում մուտք անես, որ տենաս այդ ինչի մասին է խոսքը։ Մեկ էլ ամեն ինչի կոմենտարի ավտորը։ Ու ես մի բան եմ բանել, որ ասենք եթե ինչ-որ նոր իմաստ է գալիս, նոր իդեա է գալիս, ինձ ավելի հեշտ է այն ձեր հարցը որ չպատասխանեցի, ինձ ավելի հեշտ է փոխանցեմ նոր իդեա գեներացիա անեմ, քան թե պահեմ, ուրիշի չասեմ, որ ես զգացել եմ, որ եթե չի վերևից իդեա ես պահում եմ, վերևից նոր իդեա չի գալիս։ Հասկաց, պետքա տալ։ Այո։ Մենք վերջացրեցինք մեր զրույցը թերևս, երևի Ատլասը դուրս գալուց ես կսպասեմ մենք մի հատ փոքրիկ պրեզենտացիա նաև մեր հաղորդման տաղավարում ունենանք, գիրքը անպայման մի հատ իրար հետ թերթենք, արդեն բուն վիրահատություններով խոսանք։ Ձեզ շատ շնորհակալություն, որ այսօր հյուրընկալեցիք, սենց առավոտ շուտ, ոչ աշխատանքային Սուրբ Զատիկի օրով, Միխայել Սիմոնովիչ, մեր համար մեծ պատիվ է, նախ որ ձեզ ճանաչում ենք, որովհետև սերունդներին հետո պատմելու ենք, ասում եմ, սենց դեմ դիմաց նստած Մոսարն է զրուցում է, այսպես մենք հետագայում պատմել ենք այդ անիչը, որովհետև այն վկլադը, որ դուք ունեցել եք post-սովետական երկրների բժշկության թույը համաշխարհային բժշկության զարգացման մեջ անգնահատելի է ու այն 3000 բուժված պացիենտներ ձեր վիրահատությունից հետո դուք հաշվել եք, դուք այդ 3000 դուք եք վիրահատել, բայց քանիսին եք սովորացրել ուրիշներն են վիրահատել, քանիսին են վիրահատել ու ինչքան փրկված մարդիկ կան, որ զուտ մի օր դուք որոշեցիք, որ դուք պետքա բժիշկ դառնաք, այդ ձեր մի որոշման արդյունքն է։ Շնորհակալություն ձեզ այսօր մեզ շնորհակալություն հավելելու համար, ես էլ վերջնաբանը եթե կարելի, գիտեք, ես ասեմ, որ ես հավատացյալ մարդ եմ, ու ինչ որ բան եթե մեր մոտ ստացվում է, ես վստահ եմ, որ վերևից է գալիս ու մեզի մենք չենք փրկում մարդկանց, մենք մեզի հնարավորություն է տալիս մի քիչ օգնենք ու ճիշտ ասած իմ ամենամեծ շատ ես ուրախ կլինեմ, որ այդ մեր դպրոցը, որ ստեղծել ենք, ճիշտ է դա դպրոցը, որովհետև շատ կարևոր է 15 տարի, 16 տարի ճանապարհ անցել ենք, այդ շատ կարևոր է ինձ համար ու ամենամեծ իմ համար տրագեդիան կլինի, որ ինչ որ մեկը դիսկրեդիտացիա անի այդ տեխնոլոգիան։
Այդ ես իմ այդ ինձ համար մեծ ու ես ինձպես մարդ թշնամիկ ունենա, եթե տեխնոլոգիան դիսկրեդիտացիա անեն ու կանե իհարկե ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ Հայաստանում որ մի երկիր, որ բժշկությունը միշտ ավելի բարձր է մեդիցինա, больше, чем մեդիցինա Հայաստանում։ Հիմա որ ասենք, եթե մենք որոշում անենք, համեմատում ենք Հայաստանի էկոնոմիկայի բանը, կարգը, միջազգային մակարդակը ու ասենք բժշկության մակարդակը շատ բարձր է։ Դե պրոֆեսոր Ավոյանի հետ այդ տենց խոսում ենք բանի ժամանակ Արմեն Էդուարդիչին հետ եմ ասում մեր բժշկությունն ու կենսամակարդակը անհամեմատելի է։ Իսկ մենք տալիս ենք ասում բժշկությունը միշտ համահունչ է կենսամակարդակին։ Երկիրը աղքատ է, վատն է բժշկությունը։ Մենք ունենք շատ գազան, շատ ուժեղ բժշկություն, փոքր կենսամակարդակով երկրում։ Ну, այդ պատասխաններն են, հետո կքննարկենք, որ մենք բան անենք, բայց հետարքիրն է, որ գիտեք, համել Հայաստանի, ասենք, մասնավոր բժշկությունը կայացվել է ու վատ չի համեմատած, ասենք, նույնիսկ Ռուսաստանում։ Ռուսաստանի մասնավոր բժշկությունը, մեծ բժշկությունը չի կայացվել։ Ասենք մալը նույն ուրոլոգիան կայացվել է, բայց մեծ բաները, ասենք որ վիրահատություն բան լինի, չի եղել։ Հայաստանում եղել է։ Ու ասենք աբսոլյուտնի այդքան վատ բան չէ, լավ բան է շատ Հայաստանում այդ մագարտակը։ Հիմա կարող է ժողովրդացեն այս դուրս է տալիս այս մարդը եկել է, բայց դա իմ կարծիքով ինչ որ լավ է, դե դրա մասին էլ ասենք։ Վերջի հարցը տամ ու սահմանափակենք։ Հայաստանում ձեր ամենասիրած վայրը ո՞րն է, որ ցենց հոգու հանգստություն է գալիս ձեր վրա։ Մի բան ասեմ, ուրիշ ձևի ասեմ։ Ինչ էլ որ ասեն, ով էլ ինչ որ անի, ես ասում եմ, որ Հայաստանը մերն է։ Հիմա հաճախ լինում է, որ մարդիկ նեղանում են Հայաստան չեն գալիս, կամ մեկը Հայաստանից գնում են ինչ-որ բան առաջարկում, հետո դրանից հետո այդ մարդիկ չեն գալիս, կամ Հայաստանից ինվեստիցիա չեն անում, բայց ես հենց Հայաստանը, ամեն ինչը դուրս գալիս է։ Մենակ որ ձեր երեխեքը Մոսկվայի Պիտերի ամենալավ դպրոցները թողած սովորում են Դիլիջանում, այդ արդեն խոսում է նրա մասին, թե ինչքան կապված եք դուք ձեր ընտանիքը Հայաստանի հետ։ Միխայել Սիմոնովիչ, եւս մի անգամ շնորհակալություն ձեզ։